Մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններն առաջին հայացքից պետք է որ անհետաքրքիր լինեին։ Ի սկզբանե դաշտից հեռացան հիմնական մրցակից համարվող ուժերը՝ ՀԱԿ-ն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Փոխարենը տարբեր նպատակներով առաջադրվեցին մի քանի այլ թեկնածուներ, հիմնական մրցակցի դերում ժառանգության առաջնորդներ։ Ռաֆի Հովհաննիսյանը տարեկան ուղերձով հանդես եկավ, անդրադառնալով ինչպես ընտրակեղծիքներին, այնպես էլ իշխանության բաց թողումներին։ Քարոզարշավը եւս անսպասելի ընթացք ստացավ։ Պարույր Հայրիկյանի վրա տեղի ունեցած մահափորձը որոշակի բարձրացրեց տվյալ թեկնածուի վարկանիշը, բայց դա չէր կարող դառնալ հաջողության հասնելու տարբերակ։ Ավելի ուշ պարզվեց մեղավորը Վարդան Սեթրակյանն էր, ով պատժվեց արարքի համար։ Պայքարի մասնակիցներից Անդրեաս Ղուկասյանը, ում քարոզարշավն անցավ հացադուլի մեջ, այսօր արդեն համոզված է, որ Հանրապետական կուսակցությունն իր առջև դրված 5 խնդիրներ ուներ, որոնց մեծ մասը անկատար է։ Այն գնահատականը, որը տվեցին դիտորդները արդյունքում, այս ընտրությունների պիտանի միայն ներքին օգտագործման համար։ Այլտեղ այդ գնահատականը չի կարող վկայակոչվել որպես լավ ընտրությունների մասին վկայող ինչ-որ մի դիտարկում։ Շարունակում է ակտուալ մնալ մարտի 1-ի հետ կապված ոստիկանության գործողությունների հետաքննությունը, աշխարհին հայտնի է իշխանությունների կոռումպացվածության համակարգը եւս մի քանի նման հանգամանքներ, որոնք չհամապատասխանեցին կուսակցության նպատակներին, իսկ Անդրեաս Ղուկասյանն իր գաղափարներով միացավ ընտրապայքարին։ 12 թվականին քաղաքական դաշտում չկար հակադրություն քաղաքական ուժերի մեջ երկրի զարգացման ճանապարհի վերաբերյալ։ Բոլորն էլ համաձայն էին, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի զիջումների միջոցով պետք է մտնել եվրոպական ընտանիքների կազմ։ Հետևաբար իր գործողություններն էլ պայմանավորված էին արտաքին քաղաքական որոշ ծրագրերի հակադրվելով, իսկ իշխանությունը զավթողին վերընտրված չի համարում, այլ հանցագործ, ով մեկ տարում չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրները։ Իշխանությունը զավթած խումբը այսօր ունի խորին ճգնաժամ, որը ունի նաև անհատական կողմ, որովհետև կամ Սերժ Սարգսյանը պիտի քանդի իր կողմից ստեղծված տարիների ընթացքում համակարգը, կամ այդ համակարգը պիտի դեն շպրտի Սերժ Սարգսյանին, որովհետև ինքը այսուհետ արդեն անպիտան քաղաքական գործիչ է։ Այսօր քննադատել որևէ մեկին Սերժ Սարգսյանից եւ Տիգրան Սարգսյանից բացի դա նշանակում է ջուր լցնել նրանց ջրաղացին։ Հետևաբար այն կանխատեսումները, որ ես արեցի քարոզարշավի ընթացքում եւ նրանից հետո բոլորը իրականացան։ Այսինքն մենք ունենք այսօր փաստացի մի իշխանություն, որը որևէ կապ չունի ժողովրդի հետ։ Ասել այն, ինչ բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի ասում։ Նման մտադրությամբ էր Արամ Հարությունյանը միացել պայքարին։ Հաղթանակ չէր կարող սպասել, բայց կարող է այսօր նախկին թեկնածուի տեսանկյունից գնահատել նախագահի աշխատանքը։ Սերժ Սարգսյանը ոչ միայն տոկոս է խփել, այլ նաև, ասենք, նկատում խփել է բոլոր ռեկորդները, ինչպես ասում են, ինչպես կարելի է վատ նախագահ լինել։ Ինքը չի պատկերացնում, որ ասենք պատմական առաքելությունը, ասենք պատկերացնենք, ասենք թագավորը ձեռքը մտցնի, ասենք ծառայի գրպանից գումար հանի։ Այսօր փաստորեն իշխանությունները դա են անում։ Սերժ Սարգսյանը նրա համոզմամբ ոչ միայն վերջին մեկ տարում, այլև դրանից առաջ էլ սխալ քաղաքականություն էր վարում, անկախ մինչ նախագահ դառնալը նրանից ունեցած սպասելիքներից։ Ինչքան շատ խոսեց, իր տերմինով ասած, այնքան կներեք ոչ միայն ախմախություններ ասեց, այլև կներեք ախմախություններ արեց։ Նկատում եմ այն ինչ որ արվեց Հայաստանի ժողովրդի հետ։ Այսինքն ամբողջ մենք նայում ենք, ասենք, իր առաջի կառավարման 5 տարիներին, ասենք, եղավ հայտարարակ հայ-թուրքական արձանագրությունները։ Եզրակացնում են, չկա լավ իշխանություն, բայց նաև այնպիսի ընդդիմություն, ում կվստահի հասարակությունը եւ հետագայում էլ վերջինս չի լրացնի իշխանության շարքերը, ինչպես Արամ Հարությունյանի գրասենյակում տեղ գտած այս գործիչներն են։ Վարդուհի Արզումանյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։